Այսօր հունիսի 16-ն է 2025 թվական եւ ես փնտրում էի, որ գտնեմ իմ այն ձայնագրությունները, որտեղ դեռ կես տարի առաջ, դեռ 9 ամիս առաջ արված, դեռ 3-4 ամիս առաջ նաեւ արված այն մասին, որ այն ինչ որ սպասում է մեզ, մեր տարածաշրջանին, երբ կսկսվի Իսրայել ու Իրան պատերազմը եւ այդ ժամանակ Ռուսաստանի այս պատերազմական գործողություններում մի որոշ ժամանակ անց մեծ փոփոխություններ կլինեն, իհարկե վատ իմաստով, ոչ մի լավ իմաստով, այդ ժամանակ Ռուսաստանը փակելու է իր սահմանները։ Այսինքն շուտով գալու է մի պահ, որ Ռուսաստանը փակելու է իր սահմանները։ Եվ այն վիճակը, որ կստեղծվի Ռուսաստանի եւ Իրան-Իսրայել պատերազմի պատճառով, դա կբերի մեր տարածաշրջանում մթերքի հացի խնդիր։ Ես դրա մասին ասել եմ մի քանի անգամ, բայց շատ քչերն են լսում ու ավելի քչերը հավատում։ Դուք գիտեք, դա ձեր ընտրությունն է։ Բայց ասել եմ նաև, որ շուտով կգա մի պահ, որ Ռուսաստանը իր սահմանները կփակի։ Մարդիկ նախընտրում են հավատալ նրան, ինչ իրենց է դուր գալիս, ոչ թե թեքվեն դեպի Աստված ու հարցնեն. «Տեր, այս մարդը միթե ճիշտ է խոսում, միթե դու ես նրա շուրթերով խոսում, եթե այո, հաստատիր եւ մեզ ճիշտ ճանապարհը ցույց տուր»։ Եվ շատ եմ ասել, որ աղոթեք եւ խնդրեք Աստծուն, որ ձեզ ցույց տա որտեղ լինեք։ Ճիշտ է, ամեն օր սարսափ է տիրելու, որովհետեւ մենք ապրում ենք ամենավերջին օրերը աշխարհի եւ բոլոր աստվածաշնչյան մարգարեությունները կատարվում են, երկրի եւ երկնքի բոլոր նշանները տեղի են ունենում մարդու որդու գալուց առաջ, հափշտակությունից առաջ եկեղեցու, բայց միևնույն է, Աստված դեռ անցած տարվանից ինձ ասում էր Սուրբ Հոգին, ասա իմ զավակներին թող աղոթքով հարցնեն որտեղ լինեն, որպեսզի ես նրանց ուղղություն տամ, մնան իրենց տեղերում, թե գնան։ Եվ եղել է, որ Աստված իմ շուրթերով մարդկանց ասել է, որ օրինակ հենց դու Աստված ուզում է, որ դու հեռանաս Ռուսաստանից, բայց շատ-շատերին Աստված այնտեղ է պահելու եւ պաշտպանելու։ Այսինքն Աստված միշտ մեզ կամ կպահի, կամ կտանի մի ուրիշ տեղ, նա այդպես է ծրագրել մեր համար, մեզ փրկել այդպես ֆիզիկապես, բայց մարդիկ չեն ընդունում եւ չեն հավատում եւ չեն էլ աղոթում Աստծուն հարցնեն, թե ոչ, ու ուղղակի կգա մի պահ, որ դուք կուզենաք տեղաշարժվել այնտեղից, որտեղ գտնվում եք, բայց ուղղակի էլ հնարավոր չի լինի։ Ինչպես նաև ժամանակին ասում էի, որ նրանց ում որ հեռացնում էին ԱՄՆ-ից, եղել է, որ ասել եմ, մեկնաբանություններում եմ գրել մարդկանց, որ ուրախացեք, որ ձեզ հեռացնում են, որովհետև կգա ժամանակը ու դուք կուզենաք ուղղակի փախնել ու ճար չեք ունենա, կամ այնպիսի վատ բաներ կսկսվի, որ կերազեիք, որ Երանի այդտեղ չլինեիք։ Ուղղակի թեքվեք դեպի Աստված այս վերջին օրերին եւ հարցրեք եւ խնդրեք ինչ անեք, ուր լինեք։ Ուզում եմ ասել, որ երկրագնդի վրա միևնույն է չի լինելու ապահով ինչ-որ տարածք եւ համեմատած ամբողջ աշխարհին մենք եթե ուզենանք ուշադիր լինել ու տեսնել, մենք կտեսնենք, որ Աստված ինչքան ողորմած է Հայաստանի հանդեպ եւ մեզ դեռ պահում է, բայց դա էլ իր վերջ ունի։ Մենք հենց հիմա համեմատած ուրիշ երկրների ուղակի Աստծո մեծագույն ողորմածության մեջ ենք ապրում։ Գթասրտությունը, գթառատությունը մեր հանդեպ շատ է։ Եվ Աստված համբերում է, սպասում է դեռ մեզ տալով իր ողորմածությունը, օրհնությունը, բայց նա սպասում է, որ մենք վերջապես կթեքվենք իր կողմը, որովհետև եթե դա չլինի, տարբերություն չկա, մենք էլ ենք այդ նույն աշխարհում, որը գնում է դեպի իր կործանումը, ու այնպես չի, որ չենք ստանալու մեր մեղքերի պատիժը։ Դարձի եկեք, ապաշխարեք, թեքվեք դեպի Հիսուս Քրիստոսը, որովհետև ով կանչի կփրկվի։ Եվ ինչքան էլ որ դուք ձեզ խաբեք ձեր առօրյա իբր հետաքրքիր կյանքով, որը ուղղակի գայթակղությունների խորը փոս է, ինչքան էլ ձեզ խաբեք, միևնույն է մեծագույն ճշմարտության այնպես եք դեմ հանդիման կանգնելու, որ էլ չեք կարողանալու ձեր աչքերը փակել։ Երբ լինի երրորդ համաշխարհային պատերազմ, երբ լինի մեծագույն ատոմային ռումբերի պայթյուններ ու ոչ միայն Իրան եւ Իսրայել հատվածում, այլ նաև ուրիշ հատվածներում աշխարհի, որովհետև մեզ սպասում են մեծ եւ ավելի մեծ ատոմային պայթյուններ աշխարհում, ատոմային ռումբի եւ ամենամեծ ատոմային ռումբի պայթյունից կարելի է ասել մի րոպե առաջ, ճակերտավոր մի րոպե առաջ Հիսուսը տանելու է իր եկեղեցին, որովհետև եթե թողնի, եկեղեցին ուղղակի ֆիզիկապես չի կարողանա գոյատևել։ Այսքանը
Անհավատներ մի փակեք ձեր ականջները փակելով չեք փրկվի։ Ու այդքան շատ որ տարված եք ձեր նյութական, ֆիզիկական, ցուցադրական կյանքով, որտեղ ուղակի մրցավազք եք ստեղծել ինքներդ ձեր համար մյուսների հետ, դրանով դուք ուղակի ձեզ եք խաբում, դրանով դուք փակում եք ձեր աչքերը, բայց այդ գունավոր հեքիաթից, որ դուք եք ստեղծել հորինվածքից, միևնույն է թեքվելու եք ու տեսնելու եք պայթյուններ, արյուն, կրակ, սով, մահեր։ Եվ տեսնելու եք ինչպես Հիսուսը տարավ իր ընտրյալներին, իսկ դուք մնացիք։